Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, այսօրվա եթերը հիմնականում նախատոնական եթեր է, բայց հիմնականում ուղղված է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների մեջ բավականին ակտիվ Արման Հակոբյանյանի ֆան կլուբին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, ի սրտե շնորհակալ եմ Արման Հակոբյանյանի բոլոր աջակիցներին, որոնք եւ դիտելիությունը բարձրացրեցին մի փոքր նկարի եւ գրեցին բազմաթիվ մեկնաբանություններ, ինչը նշանակում է, որ Արման Հակոբյանյանը ունի մի ստվար բազմություն համակիրների, որը ծայրահեղ ողջունելի է իմ կողմից եւ ասեմ բոլոր աջակիցներին, բոլոր մեկնաբանություն գրողներին, որ ձեր մեկնաբանություններով մեծ աջակցություն ցուցաբերեցիք, անգնահատելի աջակցություն, ինչպես մեզ մեր հետաքննող խմբին, այնպես էլ իրավապահ համակարգին, քանի որ մենք հնարավորություն ունեցանք ձեր տվյալները հավաքագրելով դրանք փոխանցել, այսինքն մարդկանց տվյալներ, որոնք մտերիմ ճանաչում են Արման Հակոբյանյանին, որոնք վկա են վերջինիս բարեգործություններին, այտենց թվերով որ շարադրեք, կարծում եմ իրավապահ համակարգին բավականին կհետաքրքրի։ Մենք որովհետև գիտեք ինչի եմ շնորհակալ, մինչև ձեր գրելը հարգելիներս, մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ Արցախից բռնի տեղահանվածների մի մասը ունեն արցախյան անձնագիր, ոչ տեղերն են կարողանում գտնել, ոչ իրենց են կարողանում գտնել, իսկ հիմա դուք շուտով իրավապահ համակարգում ցուցմունք կտաք եւ կբացատրեք իրականում ինչա տեղի ունեցել, ինչ մեծ բարեգործություններ են կատարվել եւ բնականաբար որտեղից է գոյացել այդ մեծ բարեգործությունների գումարները։ Եվ իրականում շատ հետաքրքիր էր, որովհետեւ դուք փաստացի հանրային հայտնեցիք ձեր տվյալները, ինչ ինձ հնարավորություն է տալիս, քանի որ դա հանրային հայտնված է, բոլոր սկրինշոտերով, տեսագրություններով ներկայացնել նախաքննության մարմնին։ Ցանկանում եմ նաև ասել մի շատ հետաքրքիր փաստ, որտեղ Արցախից բռնի տեղահանվածների մեջ ոչ միայն Արման Հակոբյանյանի ֆան կլուբն ասենք 130 քանի հազար դիտումից մի 200-300 հոգի է ֆան կլուբի անդամը, կան նաև այլ քաղաքացիներ, այլ սուբյեկտներ, դա մասնավորապես իցավս ինձ լուծարված Արցախի իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են, որոնք թե աշխատել են դատախազության համակարգում, թե ԱԱԾ համակարգում, թե քննչականում, թե ոստիկանության համակարգում եւ իրենք էլ ոչ հանրային եւ ասեմ ինչու ոչ հանրային, որովհետեւ այն տվյալները, որ իրենք հայտնել են, իրենք էլ լինելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, հասկանում են, որ այդ տվյալները նախաքննության համար է եւ գոյություն ունենալու նախաքննական գաղտնիք եւ ամբողջ փաստաթղթային փաթեթը տարբեր անձնավորությունների կողմից ներկայացվել է իդեպ, որոնց մի մասը մեկնաբանություն գրողներն են, այսինքն այդ են քաղաքացիներն են, որոնք եւս օգտվել են Արցախի ներդրումային հիմնադրամից եւ վարկեր են ստացել, իսկ ձեր մասին էլ այդ ինֆորմացիան եկավ մեզ հասավ, իսկ մնացածը Արման Հակոբյանյանի տարբեր կազմակերպություններում աշխատող անձիկ են, այդ թվում, ինչը մեզ համար դժվար էր առաջի պահին գտնել, Արման Հակոբյանյանի հետ փոխկապակցված անձիկ, որոնք ջանք ու եռանց չխնայեցին եւ փորձեցին մեզ աջակցել։ Սա իհարկե խոսում է նրա մասին, որ Արցախի բնակիչները բարձր իրավագիտակցություն ունեն եւ հասկանում են, որ պետք է աջակցել նախաքննությանը, որպեսզի ճիշտը պարզվի։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ ըմբռնումով են ես ինքս եւ մեր թիմը մոտենում նաեւ այն քաղաքացիներին, որոնք իրականում Արցախից բռնի տեղահանվելուց հետո բավականին ծանր ֆինանսական, սոցիալական եւ տնտեսական վիճակում են գտնվում եւ կյանքը բավականին դժվար է իրենց համար եւ ստիպված են ելնելով ինչ-ինչ հանգամանքներից փոքր գումար ստանալու կամ որպիսի
իրենց պահեն այդ աշխատավայրում, մենք մեկ այլ տեսանյութ էլ հետո կհրապարակենք, թե ոնց Արման Հակոբյանյանի չէ կազմակերպություններից մեկում ինչա տեղի ունեցել լայքողի, չլայքողի եւ այլնի հետ, դա վաղուց է մեր տեսանյութը չի եղել, շատ վաղուց է հրապարակվել, եթե կուզեք կներկայացնենք, այնպես որ ես այդ մարդկանց մեծ ըմբռնումով եմ մոտենում, բացարձակապես չեմ նեղանում, որովհետեւ հասկանում եմ իրենց ծանր վիճակը եւ միևնույն ժամանակ ասեմ ձեզ, որ մի քանի երևի տասնյակ մեկնաբանություն գրողներ, որոնք հանրային մեկնաբանություններում Արման Հակոբյանյանին ներկայացրել են վերջինիս մեծ բարեգործությունները որպես սրբագույն անձ եւ որին կարելի է երևի թե միգուցե եւ առաջադրել որպեսի սրբադասվի եւ ինչ-որ մի թեմ ղեկավարի, հա, մեր եկեղեցիներից որպես սուրբ, այդ մարդիկ նաև տարբեր իրենց հանրային մեկնաբանություններից բացի Messenger, Telegram հավելվածով գրել են ինձ եւ պատմել են որոշակի պատմություններ, ինչի պատճառով ստիպված են եղել այդ հանրային մեկնաբանությունները գրել։ Ես շատ լիահույս եմ, որ մեկնաբանություն գրող անձիկ նույն ակտիվությունը կցուցաբերեն ցուցմունք տալու process-ին, այսինքն իրավապահ համակարգում նույն ձևի ակտիվ, ոնց որ մեկնաբանություններ եք գրել, նույն ձևի կմասնակցեք ցուցմունքներին եւ իրականում ինձ համար դա եւ կարծում եմ Արման Հակոբյանյանի համար եւս կարեւոր է, որտեվ ձեր տրված ցուցմունքներով դուք կապացուցեք վերջինիս անմեղությունը եւ ձերը նույնպես եւ այն մարդիկ, որ վերցրել են վարկերը Արցախի ներդրումային հիմնադրամից, մենք շատ ուրախացանք, որտեվ բոլորի տվյալները հնարավոր չէր գտնել։ Հիմա երբ որ արդեն նայում ենք մեկնաբանություններ եւ փոխկապակցված անձիկ, մեր գործը բավականին հեշտացավ։ Արման Հակոբյանյանի մասին մնացած տեղեկությունները կարծում եմ, որ մենք ժամանակ կարող է եւ չծախսենք, քանի որ երևի թե արդեն ես ինքս ցուցմունքով կներկայացնեմ եւ դա չի լինի բնականաբար հանրային, բայց ինչ որ փոքր հանրային բաներ ձեզ բոլորիս էլ կներկայացնենք։ Ես միշտ իմացել եմ, որ Արցախի ժողովուրդը շատ պայքարող կոռուպցիան ատող, հանցագործությունները ատող, շատ օրինապաշտ ժողովուրդ է, ինչ երևաց ձեր մեկնաբանություններից, ձեր սենց խրոխտ եւ համարձակ լինելը, ձեր կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքարը եւ իրականում ես դա շատ եմ ողջունում եւ շատ եմ սիրում այդ պայքարող, արդարամիտ, հակակոռուպցիոն եւ որևէ մեկին չենթարկվող տեսակը, որևէ մեկի պատվերով մեկնաբանություն չգրելը, սա իրականում շատ գովելի է եւ վստահ եմ, որ եւ հորդորում եմ նաեւ ձեր մեկնաբանությունները պահեք, եթե չպահեք, ես ձեզ սիրով կտրամադրեմ, որտեվ կարծում եմ, որ Անհրաժեշտության դեպքում կարող այդ նույն մեկնաբանությունները սարքեք դեկլարացիաներ, դիմումներ ուղղված լուծարված Մինսկի խմբին, ՄԱԿ-ի ասամբլեային, Եվրոմիությանը, Եվրոդելեգացիային, ինչու՞ չէ Եվրոպական դատարան մարդու իրավունքների պաշտպանության այդ ձեր մեկնաբանությունները կարծում եմ, որ լուրջ ազդեցություն կունենան այնտեղ, կարող եք նաև դուք սիրում եք Պուտինին էլ ուղարկեք այդ ձեր մեկնաբանությունները, բայց արդեն դիմումների եւ դեկլարացիաների տեսքով։ Դրա հետ միասին ցանկանում եմ նաև ողջունել ինձ սպառնացողների խմբին, երևի իրանք չեն պատկերացնում, ինչ անգնահատելի գործողություններ արեցին իմ համար, տարբեր հավելվածներով սպառնացել են եւ այլն, որը ինձ միայն հաճույք է պատճառում եւ ասեմ ինչու, որովհետեւ ցանկացած սպառնալիք ինձ ավելի շատ էներգիա է տալիս, որպեսզի պայքարեմ տարատեսակ ստահակների դեմ եւ ես միշտ հաղթող տեսակ եմ, կարող եք բացի մեկնաբանություն գրելուց ժամանակ տրամադրել եւ Facebook-յան էջերում տեսնել, որ որևէ տեղ համարյա պարտություն չունենք, այնպես որ հարգելի սպառնացողներ, ձեզ էլ եմ շնորհակալ ինձ բավականին էներգիա, պայքարելու էներգիա հաղորդելու համար։
Հա, մեկ էլ ամենավերջում մի փոքր հարց ունեմ տալու։ Ինչ եղավ Աստղաշենում, որը ավելի շատ որպես դաշտբուլաղ է հայտնի, քանի տան համար վերցրած գումարը եւ քանի տուն է իրականում սարքվել։ Մենք դեռ ոչ մենակ սրան, այլև այլ թեմաների շատ շուտով կանդրադառնանք, նորից եմ ասում, միգուցե եւ ցուցմունքներով։ Ի վերջո, հարգելի արցախցիներ, ուզում եմ շնորհավորեմ ձեր ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանամ ամենայն բարիք, որպիսի ապրեք ապահով եւ բարեկեցիկ կյանքով։ Ստեսություն ձեզ։